Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես TRIP նախագիծն ունենալու է երկաթուղի, գազամուղ, նավթամուղ ճանապարհներ, վարչապետը նշել է, թե որտեղով են դրանք անցնելու։ Ինչպես է TRIP Road ընկերությունն աշխատելու հողի վրա կամ ինչ է ստանալու հողի հետ հարաբերվելիս, այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ, իսկ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է։ Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այնինչ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Արդյոք Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների վերաբերյալ հստակ աներկբա միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ ոչ սահմանափակումներ կարող են լինել այնպիսին, ինչպիսին օրինակ Հայաստանի Երևանում օրինակ կան գործարաններ, ճիշտ է, կան ձեռնարկություններ, Երևանում կա Զվարթնոց օդանավակայան։ Ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարող են լինել, ասենք մոտակա ամենամեծ հիմա այս պահին ամենամոտակա գործարանը որն է, կամ ինչ որ ներդրումային ծրագիր, ինչ սահմանափակումներ կարող են լինել այնտեղ նույնն էլ կարող են լինել TRIP Road նախագծի կոնկրետ ծրագրերում, որովհետև ես էլ է կարևոր, մենք պետք է նաև չվախեցնենք մեր պոտենցիալ ներդրողներին, որովհետև ցանկացած ներդրող ինքը նաև իր գործունեության արեալը ունի եւ կարևոր է, որ իր գործունեության արեալում ինքը իր կանոնադրական խնդիրները լուծելու ճանապարհին չունենա սահմանափակումներ, բացի այն, ինչ որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հաջորդ կարևոր նրբությունը, որի վրա ուզում եմ հրավիրել մեր ուշադրությունը եւ որը նույնպես ցավոք շահարկումների տեղիք է տալիս։ Խոսքը վերաբերվում է, ես եթե ճիշտ հասկացա, այդ թվում 3 խորհրդարանական քննարկումներից հատվածական սահմանազատում կոչվող թեմային։ Սա ուղիղ կապ ունի նախագծի հետ, որովհետև եկեք պատկերացնենք, որ այս տեղով պետք է անցնի գազամուղ։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները։ Եվ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչև օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ։ Եվ բայց մյուս կողմից առաջացել է նաև ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք կամ ինչու ենթադրենք երկաթուղին, որը պետք է կառուցի, որը պետք է լինի երկաթուղու կառուցման նուղված առաջին գործողությունը։ Պետք է սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը ինքն էլ համոզված լինի, ինքը որ երկրի տարածքում է գործում, որովհետև Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ TRIP ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են աշխատում, որպես նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանազատված
լինի, վերահաստատված լինի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի իրականացումը, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների շրջանակում կապահովեն փոխադարձ առավելություններ եւ ինչն առավել կարեւոր է, տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ հակամարտության շահավետություն ու հետեւաբար կայունություն։ Այս մասին արտգործնախարարն է հայտարարել Թբիլիսիում։ Վրաստանի արտգործնախարարն էլ նշել է, որ Վրաստանը ողջունում է խաղաղությունն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ ապագա գործակցության համատեքստում։ Հանդիպմանը քննարկվել են մի շարք թեմաներ, երկկողմորակարգից, խաղաղության խաչմերուկ եւ այլն։ Պետք է իհարկե միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի եւ ամբողջության մեջ վերծված տարածաշրջանի հարավային Կովկասի ներուժը փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ խաղաղության խաչմերուկ նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում առաջին անգամ, բայց այստեղ նորություն է երևի խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության, շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանը իսկապես կարող է վերածվել մի խաչմերուկի, կապուղիների, հանգույցի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ եւ ինչը որ ավելի կարեւոր է, տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետությունն ու հետեւաբար կայունությունը։ Այս ապաշրջափակում անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի հարավային Կովկասի բոլոր երկրների եւ հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում Վրաստանին օրինակ կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։ Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի-Կարս երկաթուղու բացումը բնականաբար եւս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով, վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա, Կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս։ Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրին, այս պատմական համաձայնագիրը հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կողմ արված կայուն քայլ է եւ դա տարածաշրջանի երկարաժամկետ կայուն զարգացման հնարավորություն է տալիս։ Վրաստանը միշտ հավատարիմ կատարում էր իր դերը տարածաշրջանի զարգացման մեջ եւ խաղաղ զարգացման մեջ եւ պատրաստ է իր ներդրումն անել ապագա համագործակցության ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կուզեմ նշել, որ այս տարի Հայաստանում առաջին անգամ կայացավ երակողմ հանդիպում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան, որի նպատակը հարավային Կովկասի երկրների փոխհամագործակցության ամրապնդմանն է ծառայում։ Հուսով եմ այդ համագործակցությունը կշարունակվի եւ նշանակալի արդյունքներ կբերի տարածաշրջանին։ Շարունակենք, Հայաստան խմբակցությունն արձագանքել է վարչապետի հայտարարություններին իրենց խորհրդարանում չլինելու մասին։ Արթուր Խաչատրյանն ասել է, որ վարչապետը չի որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Կան ժողովուրդ, ընտրողներ, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 միլիոն վարչապետ, եւ ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը։ Վերջը լեգիտիմացվում է ընտրություններով, ինչի ասեցի մեխանիզմներից մեկը, որովհետև 18 թվականի մայիսի օրինակը մեր աչքի առաջ է։ Բայց Նիկոլ Փաշինյանը էլ ավելի վատ ինչ որ հայտարարություն արեց, տարբեր ուժերի կոչեց ազդեցության գործակալներ եւ այլն։ Նման հայտարարություններ ինքանում է արդեն երևի 5-6 տարի։ Բարբերաբար հարցումներ են ուղղում դատախազություն, իրավապահ մարմիններ, արդյոք իրավապահ մարմինները նման
ազդակներ ստացել են, նման գործեր կան, թե ոչ։ Որևէ պատասխան չկա։ Հիմա կամ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա կոնկրետ ովքեր են ազդեցության գործակալները եւ դատարանում պաշտպանի իր հայտարարությունը, կամ պետք է իրավապահ մարմիններին կանչի եւ հեռացնի, կամ իրավապահ մարմինները այսօր առավոտյան պետք է ԱԱԾ ջոկատներ ուղարկեին տարբեր մարդկանց տներ։ Ինչը իրանք անում են, այսինքն հասել ենք նույնիսկ նրան, որ մարդկանց ում խուլիգանության մեջ են մեղադրում, ուղղակի դեռ մեղադրում, ԱԱԾ-ն է բերում երեխաների աչքի առաջ ստրեսի ենթարկելով ընտանիքը։ Բայց այն, որ ինքը չի բացառում տարբեր կուսակցություններ արգելել, որովհետև հասկանում է, որ արդար պայքարում կկորցնի, կարծում եմ ավելի ակնհայտ չէր կարող լինել մանավանդ իր երեկվա հայտարարությունից հետո։ Պատիվ ունեմ խմբակցությունը կարծում է յուրաքանչյուր երրորդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Հայկ Մամիջանյանն ասել է, որ վարչապետը չպետք է որոշի, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած եւ վերահսկված քաղաքական ուժերը չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում հաջորդ տարի նախատեսված ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ես չեմ ուզում ավելի կոպիտ բան ասել, որովհետեւ չեմ ուզում մաղթոտել եթերը, նշել է Մամիջանյանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհ հայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետք է փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չի, ինքը իր թե գործունեությամբ է ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, եւ թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերներ կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները, այդ մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական եւ դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա։ Եվ կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պարլամենտում պիտի հայտնվի, իսկ ով ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետեւ չեմ ուզում աղտոտել եթերը այսօրվա։ Իշխող ուժից էլ արձագանքել են Հայկ Մամիջանյանին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հայտում են, որ իրենց գյուղեր այցելությունների ժամանակ մարդիկ հարցնում են ինչու նախկին նախագահները դեռ կալանավորված չեն։ Պարոն Մամիջանյանը երևի անձնական իր բանը ունի վիճակագրություն հավաքելու մեթոդաբանությունը եւ այդ վիճակագրությունը հավաքելու մեթոդաբանությունը սահմանափակվում է ըստ երևույթին իրենց ֆրակցիայի շրջանակում, ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, առայն որ եթե մենք չլինեինք իշխանություն, Հայաստանը գոյություն որպես այդպեսին կդադարեր ունենալ, չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ մենք տեղյակ ենք, որ հեղափոխությունը տեղի է ունեցել հենց այս, կարելի ասել, հենքի վրա ժողովրդավարության եւ դա երևի առաջի իշխանություններս ամբողջ ընթացքում, որ ընտրվել էր ժողովրդի կողմից եւ լեգիտիմ էր եւ հենց այդ լեգիտիմությունը թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանը անցնել այդ դժվարին ճանապարհը։ Ամբողջությամբ կիսելով գործընկերոջս մեկնաբանությունները մի բան ուղղակի կավելացնեմ, պարոն Մամիջանյանին զուտ խորհուրդ կտամ զուսպ լինել իր մեկնաբանությունների եւ արտահայտությունների մեջ, եւ եթե տենց ինչ-որ վիճակագրություններ ա ներկայացնում, մենք շատ ենք շրջում Հայաստանի տարբեր մարզերով, եւ միակ բանը, ամենասուր բանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ասում են, դա այն մեղադրանքն է, թե ինչու են մինչև հիմա Հայաստանը կեղեքողներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ազատության մեջ։
Առողջապահության ապահովագրման փաթեթն ընդունվել է, այն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից, կառավարության նիստում վարչապետն է հայտարարել։ Առողջապահության նախարարը նշել է, որ ազգային ժողովում այն հնարավոր է որոշ փոփոխությունների ենթարկվի, իսկ հետաձգելուն վարչապետը կողմ չէ։ Առանց այն էլ հետաձգել ենք, ճիշտ է։ Մենք ի սկզբանե անցած տարի հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով, որ վայ, այսինքն եւ այո, այդ փաստի բերումով անհետաձգելի է, որովհետեւ առնվազն իմ հիշելով երկու անգամ մենք հետաձգել ենք, այսինքն որոշում ենք ունեցել 2025-ի հունվարի 1-ից դա անել, հետաձգել ենք, որոշում ենք ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ից դա անենք, հետաձգել ենք եւ դրա համար է դառել անհետաձգելի, ել չենք կարա հետաձգենք։ Եվ ես ուզում եմ, որ մենք անընդհատ բան ենք անում, սովորաբար ինչ ենք անում։ Սովորաբար խոսում ենք եւ դա ինչ որ առումով բնական է, խոսում ենք համակարգի առավելությունների մասին, հետո կյանքում ի հայտ են գալիս խնդիրներ, եկեք առավելությունները պարզ են, ես գլխից խոսենք խնդիրների մասին, առավելությունները իրանք ցույց կտան, որտեվ էլ եմ ասում, շատ պարզ բաներ կա, շատ կարևոր է միջև մի էլի որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն ներառելու է բոլորին, բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու, սա ընդհանրապես առաջին փուլն է եւ հունվարի 1-ից էլ ում ներառեց էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու, նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն, որովհետև էդ էլ է կյանքից վերցրած, որովհետև մարդը ասում է, որ օրինակ պետությունը ինձ տալիս է դեղ, ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ, որովհետև ես դա եմ ուզում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այդ դեղը կա, դրանից ավելի էժան դեղեր կան, դրանից ավելի թանկ դեղեր կան, ով որը ուզում է նախընտրում է, չնայած կարող է սխալ բան ասցի, էժանի պահը երևի սխալ ասցի, հա, դրանից վերև։ Պարոն վարչապետ, մենք ցանկնել ունենք ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել եւ այդքան ենք փոխհատուցելու եւ ձեր ասած տարբերակով մենք դեղանյութն ենք, չէ՞, որ մենք ոչ թե դեղի ֆիրման ենք, ասում ենք, այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետեւ ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական եւ այլն եւ այլն։ Մենք արտադրողի հետ չենք, մենք դեղանյութը, որովհետեւ բնության մեջ սկզբունքորեն անալգին է։ Ինչպես թթվածինը, ջրածինը, չնայած չգիտեմ, երևի ինչ որ նրբություններ կան։ Քիմիական անվանումն է, այո, շատ ճիշտ եք ասում, եւ մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաեւ հաշվարկ ենք արել, բոլոր հնարավոր Հայաստանում բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, եւ ինչպես ասացիք, մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին եւս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնելով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր շարունակել է քննարկել հեծի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։ Նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացի հեծի տնօրենների խորհրդի անդամներից, որոնց աշխատավարձերն ու պարգևավճարները չեն ներառվում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ եւ վճարվել են Տաշիր խմբի գործադիր տնօրեն Սամվել Կարապետյանի կողմից իր սեփական միջոցներից, ընկերությունում ոչ ոք տասնյակ միլիոններ չի ստացել, ինչպես այժմ պնդում է Հայաստանի էլեկտրական
ֆինանսական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ Դավիթ Խազինյանի եղել է միայն մեկ դեպք, երբ ֆինանսական տնօրենը, որը 10 տարի աշխատել է ընկերությունում, հրաժարական է տվել եւ հաշվի առնելով նրա ներդրումը, ընկերությունը նրան պարգևավճար է շնորհել։ Թող Ռոմանոս Պետրոսյանը մատնանշի երկրորդ նման դեպքը, ասել է նա։ Հիշեցնեմ, 3 Պետրոսյանը մեկնաբանել է իր աշխատավարձը, նշելով, որ իր պաշտոնավարման 3.5 ամիսների ընթացքում միլիոնավոր դրամներ է խնայել ընկերության սեփականատերերի, Կարապետյանների ընտանիքի համար։ Կարող եմ ասել, որ ես եւ իմ նշանակած թիմը կամավոր հրաժարվել ենք աշխատանքից ազատված աշխատակիցների ստացած միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր պարգևավճարներից, նշել էր Պետրոսյանը։ Բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցիտում։ Ում է վերաբերվում գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո դիմում է գրել ազատման, ընկերությունը գնահատելով նրա 10 տարվա կատարված աշխատանքը որոշակի, այսպես պարգևատրում է տվել որպես գնացող մարդ։ Թող երկրորդ դեպքը մատնանշի։ Գիտեք, շատ այսպես արվում են հայտարարությունները, ես օրինակ պատրաստ եմ առաջի օրվանից իմ յուրաքանչյուր արած հայտարարությունը յուրաքանչյուր ձեր ցանկացած ժամանակ մեկնաբանել եւ դուք կտեսնեք տարբերություն կա թե ոչ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Թայլանդի հետ հաջորդ 50 տարիներին ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Թայլանդի թագավորի հետ հանդիպման ընթացքում։ Չինաստանի ղեկավարը նաև կոչ է արել ամրապնդել ռազմավարական համակարգումը։ Նա նշել է պատրաստակամությունը կայուն կերպով առաջ մղելու համագործակցությունը խոշոր նախագծերի շուրջ, ինչպիսին է Չին-թայլանդական երկաթուղին, Թայլանդից բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ընդլայնումը, ինչպես նաև գործակցության զարգացումն արհեստական բանականության, թվային տնտեսության եւ օդատիեզերական ոլորտներում։ Թայլանդի թագավորն իր հերթին հայտարարել է, որ Թայլանդի եւ Չինաստանի համագործակցությունը եղբայրների միջև։ Նա հավելել է, որ թագավորությունը պատրաստ է ակտիվորեն սովորել եւ յուրացնել Չինաստանի զարգացման փորձը։ Միապետը պետական այցով Չինաստանում կլինի նոյեմբերի 14-ից 19։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ նոյեմբերի 13-ին կայացած 3-ժամյա հանդիպման ընթացքում քննարկել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությունը, այլ ոչ թե զենքի կամ զինամթերքի մատակարարումները։ Փարիզում կայացած բանակցություններից հետո նա լրագրողներին հայտնել է, որ զրույցը նվիրված է եղել ռազմավարական հարցերին եւ ապագա քայլերին։ Սերբիայի նախագահը նշել է, որ հանդիպմանը չեն քննարկվել ռազմավարական մատակարարումները։ Մենք քննարկել ենք Ուկրաինայում ստեղծված իրադրությունը։ Մենք խոսել ենք խաղաղության եւ այն մասին, թե երբ եւ ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Դա ինձ մեծ հույս է ներշնչում, եզրափակել է Սերբիայի նախագահը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն Եվրամիությանը անվանել է ուկրաինական կոռուպցիայի գլխավոր ֆինանսավորողը։ Նա նշել է, որ երկար տարիներ շարունակ Ուկրաինայի գործունեությունը ֆինանսավորվել է եվրոպացի քաղաքացիների գումարներով։ Մինչդեռ Ուկրաինայում կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից, ուստի զարմանալի չէ, որ ոչ ոք դեռևս չի տեսել հստակ զեկույց այն մասին, թե ինչպես են իրականում ծախսվել Եվրամիության միջոցները։ Եվ այսպիսով ինչ է ուզում անել Բրյուսելը, ավելի շատ գումար ուղարկել Ուկրաինային Զելենսկիին, որի մերձավոր շրջապատը հենց նոր բացահայտվել է որպես հսկայական կոռուպցիոն ցանցի ստեղծող։ Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը։ Մենք պետք է դադարեցնենք եվրոպացի քաղաքացիների փողերը Ուկրաինա ուղարկելը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։
ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ լիազորված չեն զբաղեցնելու ԱՄՆ նախագահի պաշտոնը, սակայն ինքն այդ մասին խոսի նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2026 թվականի միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Vance-ը նշել է, որ ներկայում կենտրոնացած է աշխատանքի վրա։ Վարչակազմը եւ հանրապետական մեծամասնությունը 1 տարուց ավելի ժամանակ ունեն իրենց ծրագիրը մինչև 2026 թվականի միջանկյալ ընտրություններն իրականացնելու համար։ Ինչպես J.D. Vance-ը, այնպես էլ Մարկո Ռուբիոն համարվում են 2028 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնին առաջադրվելու թեկնածուներ։ Ռուսական Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին սկսել են իրենց հանդիպումը Կալինինգրադում։ Լիխաչովը եւ Գրոսին գլխավորում են Ռուսաստանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև խորհրդակցությունների հերթական փուլի պատվիրակությունները։ Ռոսատոմի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարները միմյանց ձեռք են սեղմել եւ անցել սրահ։ Այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում։ Ռուսաստանի Կուրսկի մարզում շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերից ազատագրված տարածքների ականազերծումը։ Այդ աշխատանքներին ռուսաստանցի սակրավորների հետ մեկտեղ մասնակցում են նաև մասնագետներ Հյուսիսային Կորեայից։ Հյուսիսային Կորեայի սակրավորների ստորաբաժանումը ստեղծվել եւ Կուրսկի մարզը ուղարկվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով։ Դա արվել է համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ համաձայնությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի հունիսին Փհենյանում Ռուսաստանի նախագահի եւ Կիմ Չեն Ընի միջև կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ 10 գործակալության ուկրաինացի զինծառայողները տարբեր տեսակի հարյուրավոր պայթունավտանգ առարկաներ են թողել իրենց ետևից, այդ թվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում արտադրված հրետանային եւ ականետային արկեր, հակատանկային եւ հակահետևակային ականներ, ինչպես նաեւ ձեռքի նռնակներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ մայրաքաղաքում վաղն առավոտյան սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին կնվազի 3-ից 5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, հաջողություն։